առանց շաքար եւ առանց խմոր նոր ու համեղ տխվածքի բաղադրատոմս եմ բերել ձեզ գազարով, մեղրով ու ընկույզով։ Բոլորային քաղցրակերները, ովքեր որոշել են առողջացնել իրենց կենսակերպը ու հրաժարվել խմորից ու շաքարից, ասեմ, որ հարգելիներս մեր ճանապարհը եւս քաղցր է ու գունեղ։ Խուրման, քաղցր մրգերը, ինչպես նաեւ գազարը, մեղրը մեզ օգնում են, որպեսզի մենք կարողանանք գունեղ ու հետաքրքիր համեղություններ պատրաստել եւ մեր օրն ու սննդակարգը զարդարել նաեւ քաղցր համեղություններով։ Շատ կարևոր է, որ երբ ճանապարհ ես անցնում, երբ ունես նպատակ ու գնում ես դեպի այդ նպատակը, այդ ճանապարհը եւս գեղեցիկ անցնես։ Եթե մենք հրաժարվենք շաքարից ու խմորից ու ուտենք այնպիսի բաներ, որը ոչ քաղցր է, ոչ համեղ ու կարևորը ոչ էլ մեզ է դուր գալիս, ժամանակի ընթացքում մենք վստահաբար հետքայլ կանենք ու կգնանք այնտեղ, որտեղից սկսել ենք ու կսկսենք նորից այն կենսակերպը վարել, որը ինչ որ մի օր որոշել էինք առողջացնել ու կհասկանանք, որ այդպես էլ մեզ մոտ ոչինչ չստացվեց։ Իսկ եթե այդ ճանապարհը հաճույքով անցնենք, համեղ բաներ պատրաստենք, գունեղ բաներ պատրաստենք ու հաճույքով վայելենք մեր սնունդը, մարդիկ էլ ովքեր տատանվում էին ու մտածում էին, որ դժվար է լինելու, իրենք էլ կմիանան մեզ։ Էնպես անենք, հարգելիներս, որպեսզի մեր ճանապարհը վարակիչ լինի ու կենսակերպի առողջացման գործընթացը լինի իսկապես առողջ, գեղեցիկ ու հաճելի։ Իսկ հիմա սիրով կտրամադրեմ բաղադրատոմսը։ 2 խոշոր գազարն ու 1 նարնջի կեղևը մանր քերիչով անցկացնում ենք, այնուհետև նարինջը քամում ենք մասայի վրա, ավելացնում ենք 1 ճաշի գտալ դարչին, վանիլ, մի պտղունց աղ, 4 ճաշի գտալ մեղր եւ թողնում, որ հանգստանա։ Այդ ընթացքում 3 ձուն հարում ենք, ավելացնում 200 գրամ հունական յոգուրտ, կես ճաշի գտալ սոդա, 1 սուրճի բաժակ ձիթայուղ, որից հետո 200 գրամ վարսակի փաթիլներին ավելացնում ենք 1 թեյի գտալ փխրեցուցիչ եւ խառնում մասային։ Այնուհետև միացնում ենք գազարային եւ ձվային մասաներն ու ավելացնում 100 գրամ մանրացված ընկույզ ու 50 գրամ արևածաղկի սերմեր։ Ստացված զանգվածը լցնում ենք ձևամանի մեջ, հարթեցնում, հավասարեցնում եւ եփում 35 րոպե 200 աստիճանի տակ։ Արդյունքում ստանում ենք փափուկ, համեղ, օգտակար եւ գունեղ գազարով թխվածք։ Տեսեք ինչ սիրուն է, նաեւ շատ համեղ, այնպես որ հաստատ պատրաստեք, որովհետեւ գոհ եք լինելու։ Առողջ ապրելը ինքնախնամք է, խաղաղ ապրելը բարեկեցություն, միտքդ բաց պահիր, ապրիր սիրո մեջ, հոգ տար քո մասին